Հաղորդման հովանավորն է United Orthopedics-ը։ Բարև ձեզ, եթերում իմունիտետ հաղորդաշարն է, ես բժիշկ Գրիգոր Ավետյանն եմ։ Մեր նպատակն ու առաքելությունը մեկն է, տալ պրակտիկ խորհուրդներ և լուծումներ, որոնք կօգնեն ձեզ ապրել առանց ցավի և շարժման սահմանափակումների։ Իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedics ապրանքանիշը, իր եվրոպական արտադրության էնդոպրոթեզներով։ Այս ապրանքանիշը լայն հռչակ է վայելում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Որակը երաշխավորված է։ United Orthopedics-ի հետ ձեր կյանքում տեղի կունենան իրական բարեփոխումներ։ Ընտրեք լավագույնը, իսկ մեր գործընկերոջ հետ կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով։ Այսօր կքննարկենք խնդիրներ, որոնք հաճախ անտեսվում են, սակայն դրանք կարող են ինչպես լուրջ վտանգներ առաջացնել կյանքին, այնպես էլ շարժումների սահմանափակմանը և վերջույթի կորստին։ Դրանք անոթային խնդիրներն են, անոթային հիվանդությունները։ Մեր տաղավարում այս խնդիրների մասին կխոսենք մի մարդու հետ, ով Արցախյան պատերազմի վերջին պատերազմի ընթացքում իր մարդկային որակները, մասնագիտական որակները օգտագործեց և ի ծառայություն դրեց հայրենիքին, փրկելով հարյուրավոր հայրենիների կյանք և վերջույթներ։ Մեր տաղավարում է այսօր Վլադիմիր Ավագյան բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը։ Բարև ձեզ, պարոն Քամալյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ողջույն, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Քամալյան, մենք ամեն օր ուսուսի աշխատում ենք նույն կլինիկայում, տեսնում ենք բազմաթիվ հիվանդներ, աշխատում ենք նմանատիպ խնդիրների շուրջ և քանի որ մեր մասնագիտությունները օրթոպեդիան և անոթային վիրաբուժությունը սերտ կապված են իրար հետ, մենք անընդհատ համագործակցում ենք։ Դուք մեծ ավանդ ունեք մեր երկրի ծառայությանը, մեր տարբեր բուժառուներին օգնելով, մեր հայրենիներին օգնելով։ Այսօր ցանկանում եմ մի փոքր անցում կատարենք պատերազմի փորձից դեպի խաղաղ կյանք։ Մենք բոլորս գիտենք, որ կռվի դաշտում, մարտի դաշտում, երբ ամեն ինչ լարված է, անոթը վերականգնելը վայրկյանների խնդիր է և չորս բոլորը լարվածություն։ Ինչպես այդ փորձը օգնեց ձեզ խաղաղ կյանքում աշխատելուն և ինչ փոփոխություններ բերեց ձեր կյանք։ Հետաքրքիր նախաբանով սկսեցիք, շնորհակալություն դա հիշելու համար։ Իհարկե պատերազմական պայմաններում վիրաբուժություն և խաղաղ պայմաններում դրանք դեռևս տարբեր բաներ են։ Եվ ցանկացած պատերազմական իրավիճակից հետո, հատկապես մեծ պատերազմներից հետո վիրաբուժությունը իր բոլոր ճյուղերով բավականին մեծ առաջընթաց է ապրում։ Դա իհարկե լավ օրից չի, դա ստիպված ենք, հատկապես վերջին պատերազմներում, ժամանակակից պատերազմներում, երբ որ աննախադեպ մեծ քանակությամբ ու բազմատեսակ վիրավորումներ են լինում, զուգակցված տարբեր տեսակի վիրավորումներ են լինում, իհարկե վիրաբույժները շատ նոր հանելիքներով սովորելու բաներ ունեն։ Պատերազմական պայմանները ինչով են տարբերվում։ Նախ այստեղ շատ յուրահատուկ են վնասվածքները, որոնք առօրյա կյանքում գրեթե չես տեսնի, եւ ի հակառակ դրան մենք ունենք շատ քիչ մտածելու ժամանակ, արագ կողմնորոշվելու, արագ գործելու եւ ինչ որ չափով նաեւ ունենք ռեսուրսների սահմանափակում, ինչը խաղաղ պայմաններում իհարկե այդպես չի։ Խաղաղ պայմաններում ես կարող եմ ինձ թույլ տալ նստել նույնիսկ օրերով, ժամերով մտածել, թե տվյալ դեպքում տվյալ հիվանդի համար ինչ կարող եմ անել լավ արդյունք ստանալու համար։ Պատերազմական պայմաններում ես չունեմ այդ ժամանակն ու հնարավորությունը, պետք է արագ կողմնորոշվենք։ Եվ բնականաբար, բայց այս փորձը իհարկե խաղաղ պայմաններում նաև իր արդյունքներն է տալիս, խաղաղ պայմաններում եւս այս փորձը աշխատում է յոգուտ պացիենտների առողջության եւ կյանքի որակի լավացման։ Շնորհակալություն։ Իսկ մենք նկատում ենք, որ խաղաղ պայմաններում եւս, ինչպես կհիշեք, պատերազմում շատ ուշացած դեպքեր էին գալիս, մենք ոչ թե լսելով, այլ տեսնելով ու անելով գիտենք այդ ամենը, ոսկյա ժամանակը կորցրած էին հասնում պացիենտները եւ դժվար է լինում վերականգնել առողջությունը։ Ուզում եմ խոսենք ոսկյա ժամանակի մասին։ Ինչ խնդիր է լուծում նույն խաղաղ պայմաններում ժամանակին դիմելը։
ինչ է առաջացնում, ինչ բարդությունների է բերում, ուշացնելը եւ երբ պետք է բուժառուն հասկանա, որ ինքը հրատապ խնդիր ունի անոթային վիրաբուժի դիմելու։ Տեսեք, անոթները դրանք մեր արյունատար համակարգն են, հա, այսինքն այն համակարգն է, որը տեղափոխում է արյունը մեր ամբողջ օրգանիզմում։ Այսինքն մենք կոնկրետ չենք խոսում մի կոնկրետ օրգան համակարգի մասին, մենք խոսում ենք ամբողջական օրգանիզմի մասին, դրա մենտեղ կան անոթներ, բոլոր օրգանները, հյուսվածքները նրանք ունեն անոթավորում։ Եվ խնդիրը իրականում չի սահմանափակվում մեկ օրգանի մակարդակով եւ նույնիսկ կարող մի օրգանի կամ մի հյուսվածքի ինչ-որ վերջույթի մի հատվածում ունենանք խնդիր, բայց այդ խնդիրը շատ արագ տարածվում նաեւ մնացած հատվածներում։ Ինչպես վիրաբուժության եւ ընդհանրապես բժշկության ցանկացած ճյուղում, ցանկացած ոլորտում միանշանակ ինչքան պացիենտը շուտ դիմի ու ինչքան շուտ հասնի մասնագետին, այնքան ավելի լավ արդյունքներ կարելի է սպասել։ Մենք հրաշագործներ չենք, մենք մարդիկ ենք, ովքեր լավ թերապևտում ենք մեր մասնագիտությանը, գիտենք օրգանիզմի կառուցվածքը, հիվանդությունների բնույթը ու դրանց դեմ պայքարելու ձևը։ Բայց մենք ունենք ռեսուրսներ, որոնք սահմանափակ են եւ որոշակի փուլերից սկսած արդեն օրգանիզմում կան անվերադարձ փոփոխություններ, որոնք ցավոք սրտի արդեն չենք կարող շտկել։ Կամ ունենք բարդություններ տեղում կամ այլ համակարգերում արդեն ունենք ուղեկցող բարդություններ, որոնք բնականաբար բերում են արդյունքների վատ տարածմանը։ Եվ միանշանակ, այո, կա ոսկե ժամանակ, որը պետք է բաց չթողնել, դա իհարկե պետք է հասնել դրան բժշկական գրագիտությունը բարձրացնելու ճանապարհով, մարդը պետք է հասկանա իր հետ ինչ է կատարվում, որպեսզի ժամանակին դիմի բժշկի։ Ինչով մենք հիմա զբաղված ենք։ Ինչով մենք հիմա զբաղված ենք։ Հեռուստադիտողներին փորձում ենք տալ ինֆորմացիա։ Իսկ ինչպես հասկանա հեռուստադիտողը, որ ինքը հրատապ խնդիր ունի բժշկին դիմելու, չզբաղվի ինքնաբուժությամբ, որ դա արդեն իսկ կարող է կյանքին վտանգ սպառնալ։ Որն են դրանք այդ նշանները, որոնք են։ Տեսեք, անոթային հիվանդությունները ավելի հաճախ անտեսվում են հատկապես այն դեպքերում, երբ որ դրանք վերջույթների վրա են։ Օրինակ, երբ որ ասենք թե չգիտեմ, սրտի անոթների հետ կապված խնդիրներ առաջանում, ինֆարկտ ինչ-որ նախանշաններ կան, մարդիկ արդեն ինչ-որ չափով գիտեն, որ սա կյանքի համար վտանգավոր է եւ շատ թեքիչ բայց ժամանակին դիմում են բժշկի։ Կամ ստիպված են լինում նույնիսկ շտապօգնությունով հասնել բժշկի, հա, իսկ վերջույթների դեպքում շատ հաճախ անտեսվում են, որովհետև ասում են դե լավ, դե ոդկա ցավումա կանցնի, կամ չգիտեմ, ձեռքա ցավումա կանցնի, եւ չեն մտածում, որ այդ ոդկի ցավը իրականում կարող է կյանքի համար վտանգավոր ինչ-որ մի բան պարունակի։ Նույնիսկ եթե առանձին ախտանիշներով նույնիսկ հեչ պարտադիր չի, որ հասարակ մարդը կարողանա ինքն իրեն ախտորոշել ինչ-որ հիվանդություն, հա, բայց եթե կա ինչ-որ կտրուկ առաջացած փոփոխություններ, ինչ-որ սիմպտոմներ, ես կթվեմ հիմա մի քանիսը, ապա պետք չէ փորձել բուժել տնային պայմաններում։ Իրականում հա միգուցե եւ անմեղ ինչ-որ, այսպես ասենք, ճակերտավոր անմեղ ինչ-որ մի հատ իրավիճակ է, որ կարելի է մի ցավազրկողով հանել, բայց երբեք հնարավոր չի տնային պայմաններում, նույնիսկ մենք տնային պայմաններում հաճախ չենք կարող կողմնորոշվել, իրականում մենք լուրջ խնդիր ունենք, թե չէ դրանով անհրաժեշտ են նաեւ մի շարք հետազոտություններ։ Ամենահաճախ հանդիպող կլինիկական ախտանիշները նախ փորձեմ տարբերակել, մենք ունենք երկու հիմնական անոթային համակարգ՝ զարկերակներ եւ երակներ։ Զարկերակների պարագայում մենք ունենք մի քանի այսպես վտանգավոր իրավիճակ, հա, երբ զարկերակները փակվում են, դա եթե դա սուր է, առաջանում է վերջույթի շատ ուժեղ արտահայտված ցավ, սառնություն, կապտություն, որը որ տեսականորեն հնարավոր չի անտեսել։ Այս դեպքում մարդիկ գրեթե միշտ դիմում են բժշկի։ Ունենք զարկերակների լայնացումներ, այսպես կոչված անևրիզմաներ տարբեր տեղակայման, որոնք սովորաբար շատ մեծ գանգատներ չեն առաջացնում, բայց ցավոք սրտի հայտնաբերվում են շատ ժամանակային դեպքերում, երբ որ արդեն պատրվում են։ Սա էլ գրեթե միշտ եւ շատ ժամանակ այո շտապօգնությունով հասնում են կլինիկաներ։ Եվ ունենք երակային պաթոլոգիան, որը հիմնական արտահայտությունը դա վարիկոզ հիվանդության տեսքով գիտեն մարդիկ։ Այս դեպքերում հաճախ արդեն անտեսվում է, այս հիվանդությունը ըստ իր դասակարգման ունի 6 կլինիկական փուլ, եւ եթե պացիենտը մեզ հասնի օրինակ MR առաջի երկրորդ փուլերում մենք շատ ավելի մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ ունենք օգնելու պացիենտին, քան երբ որ ասենք 4-րդ, 5-րդ, 6-րդ փուլերում են հասնում։ Եվ երակային առումով մյուս վտանգավոր իրավիճակը դա խորանիստ երակային համակարգի տրոմբոզներն են։ Այս դեպքում էլ բավականին ցայտուն կլինիկայի հայտ գալիս, ոտքը կտրուկ հայտուցվում է, հիմնականում դա լինում է ստորին վերջույթներում եւ ասիմետրիկ հայտուց է առաջանում, մի ոտքը մյուսից շատ տենց նկատելի հայտուցվում է, ի հայտ է գալիս կապտավուն երանգ եւ բավականին արտահայտված ցավ։ Կարող է լինել նաեւ որոշակի ջերմության բարձրացում։
Այս դեպքերում էլ հաճախ մարդիկ փորձում են ինչ-որ ինքնաբուժման գնալ, տատիկներից լսած ինչ-որ մեթոդներով, հարևաններից լսած ինչ-որ մեթոդներով փորձում են այս վիճակը վերականգնեն, դե ասում են դե լավ, դե ոտքա ցավումա կանցնի, բայց իրականում այ խորանից դերակային համակարգի տրոմբոզը շատ վտանգավոր իրավիճակ է։ Այստեղ այն դեպքն է, որի մասին ես քիչ առաջ ասացի, այսինքն ոտքում առաջացած տրոմբը երակային համակարգի կարող է փոկվել, արյան հետ տեղաշարժվել մեկ այլ համակարգ, սովորաբար դա ուղղվածություն է լինում դեպի տոկային զարկերակի համակարգ, ժողովուրդը տարածված խոսք ունի, չէ, ասում են տրոմբը խփեց սրտին։ Ահա։ Իրականում այս տրոմբը անցնում է սրտով, սրտին առաջնահերթ վնաս չհասցնելով անցնում է դեպի թոքային զարկերակի համակարգ եւ կախված տրոմբի չափից կարող է առաջացնել թոքային զարկերակում տարբեր չափի խցանումներ, որը իր հետևից ենթադրում է կամ թոքի ինֆարկտ, եթե դա փոքր տրամաչափի է, իսկ եթե մեծ տրամաչափի է ու ամբողջական թոքային զարկերակի խցանում է, առաջացնում է շնչական կարգ, իր հետևից ուղեկցող արդեն սրտային կանգով եւ շատ հաճախ նման դեպքերը ախտորոշվում են ցավոք սրտի դիահերձարաններում։ Այո։ Սա այն դեպքերն են, որ ժողովուրդը ասում է տրոմբը խփեց սրտին։ Այո։ Իսկ որոնք են կլինիկաները, որովհետեւ մեր հեռուստադիտողը մեզ նայող հասկանա, որ ահա, ես ունեմ այս ախտանիշները մոտավորապես արդեն իսկ կողմնորոշվի, որ պետք է գա անոթային վիրաբույժի մոտ։ Այո, ուրեմն հիմնական ախտանիշները պետք չի փորձել կոնկրետացնել սա երակային խնդիր է, սա զարկերակային է, թե տրոմբը, թե ինչ է, եթե մենք ոտքերի վրա ունենք այտուցներ, հատկապես եթե այս այտուցները առաջացել են կտրուկ, հատկապես եթե այս այտուցները ասիմետրիկ են, այսինքն մի ոտքում ավելի շատ է, քան մյուսում, եթե ուղեկցվում է ցավով, մաշկի գույնի փոփոխությամբ, դա կարող է լինել կարմրություն, դա կարող է լինել կապտավուն երանգ, դա կարող է լինել գունատություն, կախված նրանից թե ինչ անոթի մասին է խոսքը։ Ոտքի սառնություն, հատկապես էլի եթե ասիմետրիկ է, մի ոտքը ասենք թե սառն է ավելի քան մյուս ոտքը։ Նմանատիպ գանգատներ նաև ասենք վերին վերջույթներում, մի քիչ իհարկե ավելի հազվադեպ, բայց նմանատիպ գանգատներ կարող են նաև վերին վերջույթներում լինել։ Այսպիսի գանգատները պետք չի անտեսել, կամ քայլերից առաջացող ցավ։ Մենք շատ տարածված հայտնի այսպես պատկերավոր ախտանիշ ունենք, կոչվում է ընդմիջվող կաղություն, երբ որ մարդը փողոցում քայլելուց ճգնամականներում, սրունքի մկաններում առաջանում է ցավ, մարդը ստիպված է լինում կանգնել ինչ-որ պահ, հանգստանալ, հետո շարունակել։ Գրականության մեջ դա կոչվում է ընդմիջվող կաղություն։ Կա նաև մեկ այլ էլի պատկերավոր տերմին, ցուցափեղկային հիվանդություն, երբ որ մարդիկ չեն ուզում, որ կողքից նկատեն, որ իրենց մոտ ինչ-որ խնդիր կա, ցավ կա, կանգնում էին ցուցափեղկերի մոտ, ինչ-որ իբրև ինչ-որ մի բան նայելու, մի քիչ ոտքը հանգստանում էր, էլի քայլում էին։ Սա շատ տիպիկ ախտանշան է, որով կարելի է հասկանալ, որ կա զարկերակների խցանում կամ շատ մեծ աստիճանի նեղացում, որը բերում է իշեմիա, այսինքն թերսնուցման մկանների։ Այն նմանատիպ գանգատները, որոնք հատկապես կտրուկ են առաջանում, պետք չի անտեսել, սա շտապ դիմելու գանգատներ են։ Բայց մյուս կողմից ուզում եմ, որ չանտեսվեն նաև քրոնիկ ախտանիշներն ու գանգատները, օրինակ վարիկոզ հիվանդության մասին խոսեցինք, վարիկոզ երակների լայնացում կամ ազանոթային ցանցեր շատ հաճախ համարվում են, որ սրանք կոսմետիկ խնդիրներ են, բայց իրականում դա այդպես չի ու իրենք ենթադրում են հետագա նաև բարդություններ։ Հիշեցնեմ, որ իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ընկերությունը իր եվրոպական արտադրության էնդոպրոթեզներով։ Որակը երաշխավորված է։ United Orthopedic ընկերության էնդոպրոթեզները որակավորված են ամերիկյան, եվրոպական եւ ճապոնական որակավորվող ընկերությունների կողմից։ Լավագույն ընտրեք ձեր օրգանիզմի համար։ Դուք արժանի եք վստահ քայլքի United Orthopedic-ի հետ։ Բժիշկ Քամալյան, որպես օրթոպեդ ինձ հաճախ են դիմում մարդիկ վերջույթների ցավից, գանգատվելով եւ շատ բուժառուներ, ովքեր դիմում են մեզ ստորին վերջույթների ցավից գանգատվելով, մասնավորապես ծնկահոդի եւ սրունքթաթային հոդի շրջանում, դրանք արդյունքում տարբերակվում են ոչ թե որպես օրթոպեդիական, այլ անոթային խնդիրներ։ Եվ լինում են նաև կոմբինացված խնդիրներ, օրինակ մահիկների վնասվածքները ծնկահոդում եւ շատ խնդիրներ կան։ Սակայն եթե մենք ունենք վարիկոզ լայնացած երակներ եւ օրթոպեդիական խնդիրներ, մենք միշտ առաջին հերթին սկսում ենք բուժել անոթային խնդիրները։ Կցանկանամ
հարցնել ձեզ եւ խնդրում եմ ավելի հասկանալի կերպով բացատրենք մեր հեռուստադիտողներին, թե նման դեպքերում ինչ process-ով են անցնում։ Երբ եկավ պացիենտը մեզ մոտ, տեսանք, որ արդեն անոթային խնդիրներ կան։ Ինչ հետազոտություններ է անցնում, ինչ փուլեր է անցնում մինչև վիրահատությունը։ Իհարկե համակցված խնդիրները շատ հաճախ են հանդիպում եւ մեր պրակտիկայում եւս, երբ որ մարդիկ դիմում են անոթային խնդիրներով, բարձրացնում ունեն նաեւ հոդային խնդիրներ կամ այլ օրինակ ողնաշարի կամ նյարդաբանական խնդիրներ։ Եվ բնականաբար հա տարբերակման անհրաժեշտություն է առաջանում։ Իհարկե հետազոտությունը առաջնահերթ սկսում է ամենահասարակ տեսակից զննումից, որովհետեւ հատկապես երակային հիվանդությունների դեպքում, վարիկոս հիվանդության դեպքում զննում մեզ բավականաչափ մեծ ինֆորմացիա է տալիս, որովհետև այս երակները տեսանելի են, այտուցները տեսանելի են, մաշկի գույնի փոփոխությունները տեսանելի են, այսինքն դրանք սարքավորումները նույնիսկ չեն պահանջում, հա։ Եվ նախնական ինֆորմացիայի մեծ մասը արդեն զննման ընթացքում մասնագետը ունի։ Իհարկե դա բավարար չի, որովհետև անոթների մի հիմնական մասն էլ գտնվում են ավելի խորը տեղակայմամբ եւ նրանք աչքով հասանելի չեն ուղղակիորեն, եւ կիրառվում է արդեն բավականին հայտնի դուպլեքս հետազոտությունը, դուպլեքս կամ տրիպլեքս։ Դա ուլտրաձայնային հետազոտության, այսինքն սոնոգրաֆիայի տեսակ է, որը հատկապես նայում է անոթային համակարգերը։ Այսինքն իր այդ սարքավորումը հարմարեցված է հատուկ անոթային համակարգը ուսումնասիրելու համար։ Սա հատկապես երակային հիվանդությունների դեպքում մեզ կարող է վերջնական պատասխան տալ եւ այլ շատ մեծ լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն չի առաջանում։ Այն պարագայում, եթե մենք դուպլեքսի հիման վրա հայտնաբերենք զարկերակային հիվանդություններ եւ այս դեպքում կարող են որոշ հարցականներ մնալ դուպլեքսի պատասխանից հետո, այս դեպքում հաջորդ հետազոտական մեթոդը դա տոմոգրաֆիկ կամ տրային տոմոգրաֆիկ հետազոտությունն է անոթների կոնտրաստավորմամբ։ Այսինքն մենք ներկում ենք անոթների ծառը կոնտրաստ նյութով եւ շատ գեղեցիկ նույնիսկ 3D պատկերներ ենք ստանում, որ պացիենտները իրենք էլ այս նկարները տեսնելով կարող են արդեն պատկերացում կազմել, թե իրենց մոտ ինչ խնդիր է։ Իրականում ոչ մի բարդ ինչ որ շատ ինվազիվ մեթոդներ հետազոտման գրեթե չեն կիրառվում նախնական փուլերում, մինչև այն этаպը, երբ որ արդեն ցուցում կդրվի որևէ վիրահատական միջամտության։ Իսկ այժմ երբ որ լսում են մարդիկ առհասարակ մեր բուժառուները, երբ լսում են վիրահատական միջամտության մասին, բոլորը պատկերացնում են մեծածավալ վերքեր, շատ երկար վերականգնողական շրջան, հոսպիտալացման երկար շրջան, նույնիսկ շատերը պատկերացնում են, որ վիրահատությունից հետո դառնում են հաշմանդամ։ Խնդրում եմ սրա մասին 1-2 խոսքով ներկայացնեք, թե ինչքան է անցնում վիրահատությունը, ինչ մեթոդներ են հիմա կիրառում, վերջի արդեն դրսում 21-րդ դարն է։ Իհարկե։ Եթե մենք այս խոսակցությունը ունենայինք մի 10-20 տարի առաջ, կասեի պացիենտները շատ ճիշտ են, որովհետև իրականում ոչ վաղ անցյալում այդ վիրահատությունները շատ տրավմատիկ էին, շատ ծավալուն էին, այդ վիրահատական շրջանը շատ բարդ էր, մեծ կտրվածքներով, մեծ արյան կորուստով, հա, օրինակ վարիկոզ հիվանդության ժամանակ մինչև կես լիտր հիվանդը կարող էր արյուն կորցնել հենց վիրահատության ընթացքում։ Բժշկությունը, հատկապես վիրաբուժությունը շատ արագ տեմպերով զարգանում է եւ այսօր նորագույն մեթոդներ կան բոլոր ոլորտներում, նույնիսկ անոթային համակարգերի համար այնքան շատ կա ինֆորմացիա ու տեխնոլոգիական առաջընթաց, որ երակների վիրաբուժությունը սկսել է զարկերակների վիրաբուժությունից առանձնանալ։ Հատկապես արտասահմանում այդ պրակտիկան արդեն շատ ընդունված է, որ երակներով զբաղվում է մի մասնագետ, զարկերակներով մեկ այլ մասնագետ։ Տեսեք, այո, առաջ նույնիսկ վարիկոզ հիվանդության ժամանակ կատարվում էին բազմաթիվ կտրվածքներ, դրվում էին բազմաթիվ կարեր, մեծ արյան կորուստով։ Պացիենտը հիվանդանոցում ունում էր նույնիսկ մինչև 1 շաբաթ, հա։ 1-2 օր նորմալ չէր կարողանում քայլել։ Ժամանակակից մեթոդները, ընդ որում մեկը չեն դրանք, մի քանիսն են, ամենահաճախ կիրառվողը իհարկե լազերային կոագուլյացիայի եղանակն է, բայց դրանից բացի օրինակ կա նաև ռադիոհաճախային աբլյացիայի եղանակ, կա բիոսոսնձման եղանակ, վարիկոզ երակների։ Իսկ ավելի հասկանալի լեզվով կարող եք բացատրել, որ միայն ես չհասկանամ, նաև լազերով վառելը ինձ թվում է ժողովրդի համար այն ամենահայտնի, իրենք մեզնից լավ գիտեն արդեն այդ տերմինը, լազերով կամ ռադիոհաճախայինը դա ռադիոալիքների միջոցով էլի երակը վառելու մասին է։ Բժշկական տերմինով դա կոագուլյացիան է, վառելը մի քիչ ավելի վախենալու է հնչում իրականում, բայց ուզում եմ որ չվախենան այդ բառից, որովհետև դա
վառել այսպես հրդեհելը չի էլի, ինքը շատ դոզավորված, շատ չափված ձևված այրվածք է առաջացնում անոթի միայն ներսի պատի վրա։ Իմաստը ինչումն է, առաջանում են կպումներ, այսինքն անոթը այդ պահին կծկվում է, անոթը փակվում է, իր մեջ արյան հոսքը պաթոլոգիկ ոչ ճիշտ հոսքերը վերանում են, եւ այն անոթը, որը որ նախկինում պետք էր ուղղակիորեն հեռացնել մեծ տրավմա հասցնելով օրգանիզմին, մենք էլ չենք հեռացնում։ Տեղում իրան խցանում ենք, այս անոթը, որը որ արդեն խցանված է օրգանիզմին, դա պետք չի, հեռացնելու փոխարեն օրգանիզմը աստիճանաբար այս անոթը քայքայում է, ներծծում է եւ անդին որևէ վնաս չպատճառելով։ Եվ արդյունքում մենք շատ փոքրացնում ենք տրավման։ Օրինակ կորուստը եթե այն ժամանակ մինչև 500 մլ մենք կարող ենք գնահատել, հիմա 10-20 մլ-ի կարգի է, երբեմն հաճախ այդ բժշկական սավանները արյունով թրջված էլ չեն լինում, նույնիսկ 1-2 կաթիլ։ Մեծ կտրվածքներ պրակտիկորեն չկան, այդ ամեն ինչը հնարավոր է անել փոքրիկ ասեղի անցքերով։ Ժողովրդի մյուս վախենալու բանը, հա, նարկոզ հասկացությունը պրակտիկորեն էլ չի կիրառվում, մեծ մասամբ դա մտերային անզգայացմամբ։ Վերականգնումը շատ արագ է, միացությունից մի քանի րոպե հետո նույնիսկ տեղային անզգայացման պայմաններում հատկապես պացիենտները սկսում են քայլել եւ շատ հաճախ մինչեւ 1 ժամ արդեն պացիենտները կարող են դուրս գվել, վերադառնալ իրենց առօրյային։ Իհարկե որոշակի խնամքի անհրաժեշտություն կա, բայց դա այն խնամքը չի, որի համար պացիենտը պետք է մնա հիվանդանոցում կամ առճակալին գանված, նա կարող է անցնել իր առօրյային, ուղղակի պետք է հետևել որոշակի խորհուրդների։ Այն նմանատիպ առաջընթաց ունենք նաև զարկերակների համակարգում, որը որ նախկինում կատարում էին մեծ կտրվածքներ, շունտավորումներ, եւ անները նույնիսկ ռեանիմացիոն բաժանմունքներում էին երկար մնում մի քանի օր։ Այս ամեն ինչին գումարած, որ շունտերը իրանք որպես օտար մարմիններ հաճախ ինֆեկցվում էին, հաճախ խցանվում էին, չասեմ, որ լրիվ շունտավորման եղանակը վերացել է, բայց նրա մասնաբաժինը զարկերակների վիրաբուժության մեջ բավականին քչացել է, որտեղ VIT եկել բալոնային դիլատացիայի եւ ստենտավորման եղանակներ, այսինքն անոթը բալոնով լայնացնելու նեղացած։ Եվ այն դեպքերում, երբ որ այդ ուղակի բալոնով լայնացնելը չի բավարարում, անոթը նորից կծկվում է, կամ նրա մեջ կան ինչ-որ փոկված մասնիկներ, որոնք պետք է ֆիքսել պատին, տեղադրվում են ստենտեր։ Սա եւս արվում է փոքր անցքերի միջոցով, ասեղի անցքի միջոցով դա հնարավոր է անել, եւ կրկին պացիենտները, եթե ոչ նույն օրը, ապա հաջորդ օրը քայլում են, նրանից 1 օր հետո էլ ամենաշատը գնում են տուն։ Այս ամենը բերում է սոցիալական ակտիվ կյանք վերադառնալու մարդկանց, առողջապահության առումով, այսպես գլոբալ առումով էլ բերում է ծախսերի կրճատման, ինվալիդիզացիայի կրճատման եւ նաեւ բարդությունների կրճատման եւ բժիշկների աշխատանքը ինչ որտեղ նաեւ հեշտանում եւ գեղեցկանում է։ Այո։ Իմ համար էլ շատ հետաքրքիր նորություններ են բալոնիզացիան, որտեղ ես շատ լավ հիշում եմ, ինչ էր կատարվում բիրահատարանում, երբ մեծ կտրվածքներ, մեծ շունտավորումներ, հսկայական կորուստներ արյան, այսինքն այդ ամեն ինչը փոխարինվել է արդեն մինիմալ ինվազիվ փոքրիկ մեթոդներով եւ դա արդեն իսկ կիրառվում է եւ բավականին երկար ժամանակ։ Եվ այդ պատճառներից մեկը, հատկապես օրինակ եթե վարիկոզի օրինակով բերենք, երիտասարդ կանայք շատ հաճախ չէին գնում վիրահատության, ինչի համար, որովհետև այս վարիկոզով ոտքը իրենց տեսքի առումով օրինակ ավելի շատ կարող դուր գար, քան մեծ կտրվածքների ու կարերի հետքերը։ Իսկ դա բերեց հիմա այս կոսմետիկ մակարդակի բարձրացումը բերեց նաև նրան, որ պացիենտները սկսեցին ավելի շուտ դիմել նույնիսկ կոսմետիկ տեսանկյունից ոտքը գեղեցկացնելու նպատակով։ Այսինքն կոսմետիկայի լավացումը մեր տեսանկյունից, բժշկական տեսանկյունից կբերի առողջապահության որակի եւ կանխարգելման որակի բարձրացմանը նաեւ։ Շատ հետաքրքիր էր, պարոն Քամելյան։ Հիմա ես ցանկանում եմ նշենք շաքարային դիաբետի մասին, դիաբետիկ ոտնաթաթի մասին, քանի որ բացի մայրաքաղաքում գիտեք, որ աշխատում եմ նաեւ իմ հայրենիք Սիսիանում եւ այնտեղ համարյա ամեն օր ես տեսնում եմ, ամեն իմ աշխատանքային օրը տեսնում եմ արդեն իսկ բացի թողի վիճակում շաքարային դիաբետով հիվանդներ, դիաբետիկ ոտնաթաթերով, որոնցից որոշները արդեն ենթակա են լինում ցավոք սրտի անդամահատման։ Խնդրում եմ մի քիչ ավելի բաց եւ հասկանալի լեզվով մենք բացատրենք մեր հեռուստադիտողներին, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում շաքարային դիաբետի բարդությունները, դիաբետիկ ոտնաթաթը, ինչքան կարևոր է ժամանակին դիմել բժշկի եւ որ էտապներում ենք մենք կարողանում փրկել ոտքը եւ երբ ենք արդեն գնում անդամահատման։
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը, այո, ժամանակակից ամենագլոբալ խնդիրներից մեկն է, որովհետև դիաբետ ինքը իրանով բավականին տարածված եւ համաշխարհային շատ մեծ խնդիր է։ Այստեղ մի քանի գործոն կան, այստեղ միայն անոթային խնդիր չի, հաճախ անոթային համակարգն է ախտահարվում, նյարդային համակարգը, ոսկրահոդային համակարգը եւ այս ամեն ինչին շատ հաճախ գումարվում են նաեւ ինֆեկցիաները։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն անոթային վիրաբուժինն է, այստեղ բավականին մեծ ու համակարգված թիմային աշխատանք է անհրաժեշտ տարբեր մասնագետների մեջ։ Այո, ցավոք սրտի, նույնիսկ այս գիտության այս գերզարգացած ժամանակաշրջանում ցավոք սրտի այո, հաճախ ունենում ենք նաև ամպուտացիաներ։ Շնորհակալություն, պարոն Քամալյան։ Եկեք անցնենք բլից հարցերին։ Հարցերից շատերին ձեր ելույթն խոսակցության ընթացքում արդեն իսկ պատասխանեցիք։ Ունենք մեկ հարց, որին չենք պատասխանել։ Ես արագ կարդամ եւ խնդրեմ հակիրճ պատասխանեք։ Անոթային խցանումները կարելի է լիարժեք բացել տզրուկներով, պիավկիներով։ Իհարկե ոչ, դա միֆ է, ես ընդհակառակը կասեի, հաճախ տզրուկների կիրառումը բերում է տրոմբոֆլեբիտների, այսինքն ենթամաշկային երակների խցանման առաջացման, որը ինքը իրենով արդեն ավելի վախենալու բարդություն էր, քան հենց ինքը վարիկոզը։ Շնորհակալություն, պարոն Քամալյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր համաշխարհային բրենդի էնդոպրոթեզներով։ Ձեր օրգանիզմը արժանի է լավագույնին։ Ընտրեք United Orthopedic-ը։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ լավագույն բուժումը դա այն բուժումն է, որը կատարվում է ճիշտ ժամանակին եւ որակավորված մասնագետի կողմից։ Մեր կյանքը շատ թանկ է, որպեսզի զբաղվենք ինքնաբուժությամբ։ Կիրառենք հարևանների, բարեկամների կամ ինտերնետից լսած ինչ-որ խորհուրդներ։ Դիմեք որակավորված մասնագետների, պահպանեք ձեր առողջությունը եւ եղեք երջանիկ։ Եթերում Իմունիտետ հաղորդաշարն էր եւ ես բժիշկ Գրիգոր Ավետյանն եմ։ Եղեք առողջ, կհանդիպենք։